Մենք այսօր խոսելու ենք 2025 թվականին Հայաստանում խոսքի ազատության իրավիճակի եւ լրագրողների ու զանգվածային լրատվամիջոցների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Պարոն Մելիքյանը կներկայացնի ամփոփում, տվյալները, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Շնորհակալություն, շնորհակալ եմ հրավերի համար եւ 25 թվականը ամփոփելու հնարավորության համար։ Ասեմ, որ մեր տարեկան զեկույցը բավականին ծավալուն է ստացվել, ինչպես միշտ 125 էջ, բայց ես հիմնական ուրեմն գործընթացները եւ միտումները կներկայացնեմ կարևորագույն թվերով հանդերձ։ Եթե այսպես շատ ամփոփ ասեմ, ապա 25 թվականի առանձնահատկությունն այն էր, որ լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ճնշումների մոտ կեսը, եթե չասեմ մեծամասնությունը, եւ դատական գործերի մոտ կեսը պետական պաշտոնյաների բարձրաստիճան ուրեմն պաշտոնյաների կողմից են եղել եւ ոչ միայն պաշտոնյաների, այլ նաեւ իշխանությունների ներկայացուցիչների կողմից են եղել եւ պետք է հանրահավաքության ասեմ, որ սովորաբար կոնֆլիկտները միակողմանի չեն լինում եւ տարվա ընթացքում բազմիցս մենք արձանագրել ենք նաեւ դեպքեր, երբ լրագրողներն էին գործում մասնագիտական էթիկայի խախտումներով եւ այդ կոնֆլիկտային ընդհանուր իրավիճակը հանգեցրել է նրան, որ 2025 թվականի ընթացքում ընդհանուր խախտումների քանակը ավել է, քան 2024 թվականին։ Եթե թվերով խոսենք, ապա դուք երևի թե հիշում եք, որ մենք այդ իրավունքների խախտումները բաժանում ենք 3 կատեգորիայի՝ ֆիզիկական բռնություններ, այլ տեսակի ճնշումներ, լինեն դրանք վիրավորանքներ կամ սպառնալիքներ եւ այլն, եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները։ Այդ ամբողջ բոլոր 3 կատեգորիաներով եթե մենք վերցնում ենք, 2025 թվականին մենք արձանագրել ենք 224 դեպք, մինչդեռ 2024-ին դրանք 208-ն էին։ Մենք որոշ ուրեմն գրաֆիկներ ենք պատրաստել եւ ես ուզենայի այս թվերին անդրադառնալ ավելի մանրամասն։ Այս ուրեմն պատկերում դուք կարող եք տեսնել ըստ երամսյակների բոլոր 3 կատեգորիաներով ինչքան են եղել խախտումները եւ ընդհանուր առմամբ եթե մենք 4 երամսյակը ամփոփենք, տեսնում ենք, որ ֆիզիկական բռնությունների քանակը 15-ն է, այլ տարատեսակ ճնշումների քանակը 108-ն է եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները 101-ն։ Այս տվյալները մենք համեմատել ենք նախորդ տարվա տվյալների հետ, նույնպես պատկերված է եւ ֆիզիկական բռնությունները փաստորեն նույն մակարդակի վրա են քանակը մնացել եւ 24-ին եւ 25-ին 15 դեպք են արձանագրել, ուղղակի առանձնահատկությունը 24-ի այն էր, որ 15 դեպքի ընթացքում, ասենք 24, եթե չեմ սխալվում, տուժող լրագրող եւ օպերատորներ 25 թվականի 15 դեպքերը համապատասխանում են տուժողների քանակին։ Ճնշումների իմաստով 2025-ին շատ ավելի մեծ է թիվը, ինչպես տեսնում եք 71 էր 24-ին եւ 108 է 2025-ին եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները որոշ առումով նվազել են։ Եթե 24-ին 122 էր արձանագրվել, ապա 25-ին 101-ն է։ Որպես այսպես էլի ընդհանուր գնահատական ասեմ, որ այս խախտումները
հատկապես արձանագրվում էին եւ տեղի էին ունենում, երբ երկրում հասարակական քաղաքական մթնոլորտը սրվում էր։ Սա կարծես թե փոխկապակցված բան է եւ տարիներ շարունակ մենք արձանագրում ենք, որ հենց այդ սրացումների ընթացքում են ավելանում նաեւ լրագրողների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումները, տարատեսակ ճնշումները եւ այլն։ Եվ բոլորս հիշում ենք 25 թվականի այդ սրացումները կապված էին իշխանություն ընդդիմություն, իշխանություն եկեղեցու վերնախավ առճակատմանը, դրա հետ կապված մի շարք ուրեմն իրադարձություններ, կանոնավորումներ եւ այլն եւ այլն։ Եվ պետք է ասել, որ այդ իրադարձությունները մեր մեդիա միջավայրում լուսաբանվում էին ծայրահեղ այսպես դիրքերից, այսինքն համաձայն նրան, թե ինչ քաղաքական դիրքորոշում ունի տվյալ լրատվամիջոցը, տվյալ խմբագրությունը եւ մեծ հաշվով այդ լուսաբանումների ընթացքում ցցուն կերպով եւս մեկ անգամ այսպես արտահայտվեց մեր լրատվական դաշտի ծայրահեղ բեղեռվածությունը, մի բան, որը որ նաեւ միջազգային կառույցների անխտիր բոլոր զեկույցներում ընդգծվում է որպես բացասական երևույթ եւ այդ պայմաններում փաստորեն շատ ավելի մեծ տարածում են գտնում եւ ֆեյք լուրերը, եւ ապատեղեկատվությունը, եւ մանիպուլատիվ մեկնաբանությունները, վիրավորանքները եւ սրբարտությունը, այնպես որ դրանք այդ իրադարձությունները կարծես կատալիզատորի դեր էին կատարում եւ դրա լուսաբանումը արտացոլում էր, թե ով ում է սպասարկում լրատվական դաշտում եւ որտեղից է, ինչպես ես հաճախ ասում, քամին փչում երևում էր։ Եվ այս իրավիճակում փաստորեն քաղաքակիրթ բանավեճ, սուր հարցերի շուրջ, այսպես կոնստրուկտիվ քննարկում եւ այլն գրեթե չի լինում, դա եւ հեռարձակող լրատվամիջոցները դիտարկելով կարող են ասել եւ առհասարակ այդպիսի առողջ բանավեճերի սուր դեֆիցիտ ենք մենք նկատում եւ դա հատկապես մտահոգիչ է գալի խորհրդարական ընտրությունների առումով, որտեղ որ հենց այդ բանավեճերի եւ կարծիքների բախումն է, որ պետք է թույլ տա ընտրողին ավելի այսպես գիտակցված ընտրություն անել եւ սա իսկապես մտահոգիչ երևույթ է եւ միգուցե այսպես լրատվամիջոցների կողմից լրացուցիչ ջանքեր կպահանջվեն, որպեսզի այդ ընթացքում գոնե ինչ որ կերպ այդպիսի բանավեճեր տեղի ունենան։ Եվ այս առումով հենց այդ կոնֆլիկտային իրավիճակը, ֆեյք լուրեր, ապատեղեկատվություն, վիրավորանք եւ զրպարտություն, այս ամենը, քանի որ լայնորեն տարածվել է լրատվական դաշտում, դրա հետ կապված բնական է, որ պետք է ավելանային նաև դատական հայցերի քանակը եւ դատական վեճերը։ Եվ ցավոք պետք է նշեմ, որ 2025-ի ցուցանիշը համադրելի է հետ հեղափոխական 2019 թվականի, հետ պատերազմյան 2021 թվականի տվյալների հետ եւ այդ քանակական աճը եթե այն ժամանակ շատ ավելի միգուցե սպասելի էր, ապա 25 թվականին որևէ այդպիսի արտարբուց բաներ չի եղել, եթե չհաշվենք այդ մշտական առճակատում ընդդիմություն իշխանություն եւ եկեղեցու վերնախավի հետ նաեւ այդուհանդերձ ես պետք է ասեմ, որ արձանագրվել է 63 դատական գործ, որոնցից ճնշող մեծամասնությունը ընդդեմ լրագրողների եւ լրատվամիջոցների, որոնց ճնշող մեծամասնությունը հենց վիրավորանքի եւ զրպարտության հիմքով է, եւ երկու գործ էլ եղել է հեղինակային իրավունքը պաշտպանելու նկատառումով։
Եվ եթե մենք համեմատում ենք կրկին այս ցուցանիշը նախորդ տարվա հետ, ապա տեսնում ենք, որ 24 թվականին 43 դատական հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների եւ լրատվամիջոցների, 43-ն էլ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են եղել, իսկ 2025-ին 61-ն է, պլյուս 2025-ին, ինչպես ես ասացի, երկու գործել հեղինակային իրավունքին է վերաբերում եւ աճը ակնհայտ է եւ մտահոգիչ։ Կարծում եմ, որ այստեղ նաեւ մտահոգիչ է այն, որ գրեթե կեսը այս դատական գործերի հենց իշխանության ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից են եւ ցավոք այստեղ նույնիսկ առաջին դեմքերը օրինակ չեն ցուցաբերում արտադատական կարգով հարցերը լուծելու, ել չեմ ասում, որ եւ եվրոպական դատարանի որոշումներում նախադեպային իրավունքում բազմաթիվ գործերով նշվում է, որ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան վիրավորանքի եւ զրպարտության գործերով հայցեր ներկայացնեն, հատկապես եթե այդ հայցերը ուղեկցվում են նաև բարձր ֆինանսական պահանջներով, բայց երևում է, որ մեզանում առայժմ այդ կուլտուրան չի ձևավորվում։ Իհարկե այս ամենը, ինչպես ես արդեն ասացի, պայմանավորված է նաև լրատվական դաշտի այդ բևեռվածությամբ եւ տարբեր քաղաքական շահեր սպասարկելով, տարբեր միջոցներով քաղաքական գործիչներին նսեմացնելու ձգտումով եւ այլն, բայց այդուհանդերձ մենք պետք է հաշվի առնենք, որ իշխանական վերնախավը բազմաթիվ այլ հնարավորություններ ունի եւ արձագանքելու, եւ հերքելու, եւ իր վերաբերմունքը արտահայտելու, եւ սա է հաշվի առնում եվրոպական նախադեպային իրավունքը, որ հորդորում է բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռնպահ մնալ այս տիպի հայցերից։